Լև գրուպ հաստաբանական գրասենյակը շնորհավորում է բոլորիս ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող 2026-ը լինի պարզ, արդար և հաջողություններով լի տարի։ Ջերմ բարեմաղթանքներով Լև գրուպ հաստաբանական գրասենյակ։ Բարի երեկո։ Փակ TV-ի եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված և բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում ապօրինաբար գերեվարված բոլոր հայ անձանց։ Կազմակերպության տեսակցության ընթացքում, ինչպես նախկինում, այս անգամ ևս ուշադրության կենտրոնում են եղել անձանց առողջությունը, նրանց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանների գնահատումը։ Ընտանիքների կողմից ծանրոցներ չեն փոխանցվել։ Տեսակցության շրջանակում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները ունեցել են առանձնազրույցներ յուրաքանչյուր անձի հետ։ Կաթոլիկ և հայ առաքելական առաջնորդների մի խումբ կոչ է անում Հռոմի Պապ Լևոն 14-րդին դիմել Ադրբեջանում պահվող առնվազն 23 արցախահայ բանտարկյալների ազատ արձակման համար, նշելով նրանց վատթարացող վիճակը և Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության ոչնչացումը։ Հաղորդում է The Christian Post-ը։ Կոչն ուղարկվել է Սուրբ Ծննդից առաջ և բանտարկյալներին նկարագրում է որպես Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին տարածաշրջանի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների զոհեր։ Տասնյակից ավելի ստորագրողներից գլխավորում է Նյու Յորքի Հռոմի կաթոլիկ արքեպիսկոպոսության թոշակի անցած կարդինալ Թիմոթի Դոլանը և Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու արևելյան թեմի արքեպիսկոպոս Անուշավան Դանիելյանը։ ԴՕ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը իր աջակցությունն է հայտնում Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթին։ Հայրենասեր Թուրքիա առաջ չծնկող հայերի նկատմամբ առանձնահատուկ ատելություն տածող իշխանությունների թիրախում կրկին հայտնվել է Աշոտ Մինասյանը, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթը։ Աշոտ Մինասյանը հայտնվեց Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, դառնալով այսպես կոչված Նոր Հայաստանի հերթական քաղբանտարկյալը։ Իշխանությունները չեն կարողանում ներել հողազատագրողներին, ինչպես ժամանակին գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ գործ կարեցին և նրան խոշտանգելով հասցրին մահվան, այնպես էլ այսօր փորձում են իրենց հայատյաց ծրագրերը կյանքի կոչել Աշոտ Մինասյանի նկատմամբ։ Նա կռվել է, նա չի կզել, նա հայ ժողովրդի արյան գնով ազատագրված Արցախը Ադրբեջան չի հռչակել և հենց այդ պատճառով էլ ենթակա է հալածանքի, որպեսզի Ալիևը հանկարծ չկասկածի, թե Արևմտյան Ադրբեջանի վերածվող Հայաստանի ղեկավարության մտադրությունները անկեղծ չեն։ Հայի արյան վաճառականների կողմից վարվող այս քաղաքականության հիմնական նպատակներից մեկը իշխանությունը ցանկացած գնով պահելն է, Հայաստանը թուրքերի համար ընկալելի և անցանելի դարձնելով։ ՔՊ-ում հույս ունեն դառնալ Հայաստանի հավերժական տերը, ջնջելով հայ ժողովրդի ինքնությունը, որի կարևոր բաղադրիչներից է Աշոտ Երկաթի նման անհատականությունը։ Որպես ԴՕ կուսակցության պատվավոր նախագահի աջակցությունն եմ հայտնում մեծանուն հրամանատարին, նաև իմ կողմնակիցների և աջակիցների անունից։ Թեև ես ինքս նույն իշխանությունների մեղքով այսօր գտնվում եմ անազատության մեջ, այնուամենայնիվ նույնիսկ այս պայմաններում կանգնած եմ նրա նոր արժեքների կրողների և հենց այդ արժեքների համար հալածվողների կողքին։ Բաքվի այսպես կոչված դատարանում վերջին խոսքով հանդես են եկել ապօրինաբար գերեվարված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներ Լևո Մնացականյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ Նրանք չեն ընդունել իրենց վերագրվող և ոչ մի մեղադրանք։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները հանդես է եկել եզրափակիչ ելույթներով։ Լևո Մնացականյանը ներկայացրել է իր ելույթի 51 էջանոց խաղագրությունը դատավարության արձանագրություններում ներառելու համար։ Գեներալից հետո ելույթ են ունեցել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, որոնք նույնպես հերքել են իրենց ներկայացված մեղադրանքները։ Ղուկասյանը մասնավորապես հայտարարել է, որ Խորհրդային Ղարաբաղ թերթի գործունեությունը, որտեղ նա ժամանակին աշխատել է որպես գլխավոր խմբագրի տեղակալ, հանցավոր չի համարում։ Լսումները կշարունակվեն դեկտեմբերի 26-ին։ Մոսկվան դրական դինամիկա է տեսնում Երևանի և Բաքվի երկխոսության մեջ։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։ Նա հայտարարել է, որ տարածաշրջանում կապերի վերականգնումն ու բարելավումը նույնպես ակնհայտ է։ Նշել է, որ Ռուսաստանը ողջունում է տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը, այդ թվում Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի մատակարարման շարունակությունը Հայաստան։ Սա հաստատում է 3+3 ձևաչափի մշակման արդիականությունը։ Մոսկվան նաև կցանկանար տեսնել իր վրացի գործընկերներին այս հարթակի հանդիպմանը, հայտարարել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից։
Կառավարությունը հավանություն տվեց զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։ Օրենքի նախագծով առաջարկվում է Պաշտպան հայրենիաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարել ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով, պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի։ Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին ատեստավորված համարել ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով։ Նշված վերջին երկու դեպքերում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից։ Պաշտպան հայրենիաց ծրագրով հնգամի առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքած զինծառայողների համար ևս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն։ Եվ վերջում օրվա տեսանյութ. Յակուտիա -56 աստիճան ցուրտ է։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։